Սյունիք հեռուստաընկերությունը 2024 թվականի նոյեմբերից պատասխանատու կառույցների ուշադրությունը հրավիրել էր M2 մայրուղու կապանով անցնող հատվածի, հատկապես դպրոցամերձ տարածքների հետիոտնային անցումների վրա։ Իհարկե ռեսուրս չկա, բայց մենք աշխատում ենք, որպեսզի հասցնենք դասաժամերին երեխաների դպրոց հաճախելուց, թե շրջայց են կատարում, թե կանգնած ծառայություն ենք իրականացնում, որտեղ որ երթևեկությունը խիտ է, որտեղ որ երթևեկություն եւ հետիոտյան անցումները վտանգավոր են քաղաքացիների կյանքի առողջության համար, փորձում ենք անունել ամեն ինչ անվտանգ մեր ծառայությունը եւ քաղաքացիների անվտանգ անցումը ապահովելու համար։ Լինում են դեպքեր, որ նաեւ վարորդները չեն զիջում, ենթարկվում են վարչական պատասխանատվության, տուգան կազմը 5000 դրամ, 1 տուգանային միավոր։ Ռեպորտաժից ամիսներ անց տեղի ունեցավ ցավալի վրաերթ կրկին դպրոցամերձ հատվածում եւ կրկին հետիոտնային անցման վրա։ Կապանցիները մեր տեսախցիկների առաջ չթաքցրին իրենց վրթովմունքը, պահանջում էին անվտանգ դարձնել մայրուղին։ Այն օր երկու հատ երեխա են գցել մաշինի տակը, աղջիկ տղա, բայց դե խե որ կարելի է անցում սարքած խե չի բանանը, մեզ ինչա, օրենքը ինչա մտածել ժողովրդի համար։ Ճանապարհային ոստիկանությունը ավելացնեն, կամերաները, մեկ էլ սվետաֆորները։ Լիքը վարորդներ կան, որ կոնկրետ ավտոբուսին չեն զիջում, որը ես սխալ եմ համարում։ Էլ ինչի չեն զիջում։ Ну մարդկանց շատ դեպքեր ա եղել, որ հենց կոնկրետ անցումի պահով մարդկանց չեն զիջել։ Սյունիքի մարզպետի աշխատակազմը եւս զբաղվում էր այս խնդրով։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիմել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, առաջարկելով միջպետական ճանապարհի վրա գտնվող դպրոցների հարակից ճանապարհը դարձնել անվտանգ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին նաեւ ոստիկանությանը ուղղված մեր նամակներին ի պատասխան երկու կառույցներից էլ խոստացել էին ուսումնասիրություններ կատարել։ Օրեր առաջ էլ մեր հերթական նամակին պատասխանեցին հրատապ գործելու խոստմամբ։ Ի պատասխան ձեր գրության տեղեկացնում ենք, որ առաջարկվել է երթևեկության անվտանգության պայմաններից ելնելով նշված հատվածներում առկա չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ տեղակայել աղմկոտ գոտիներ հետագա ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս պահին հնարավոր չէ տեղադրել արագաչափ լուսանկարահանող սարքեր, քանի որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը պատկանող բոլոր սարքերը գործարկված են։ Հետագայում նոր լուսանկարահանող սարքերի արկայության դեպքում անպայման կդիտարկվի նշված հատվածներում դրանք տեղադրելու հարցը։ Ապրիլի 1-ի առավոտից ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ներկայացուցիչները Կապանի 3-րդ հատուկ կրթահամալիրի մերձակայքում էին, եկել էին տեղադրելու աղմկոտ գոտիներ։ Ընթացիկ ամառային պահպանման շրջանակներում կատարվում են անվտանգության երթևեկության անվտանգության միջոցառումներ, աղմկոտ գոտիների են իրականացվում, որը նպաստում է ավտոմեքենաների արագության նվազեցմանը, վարորդներին սթափեցնում է, փորձը ցույց է տալիս, որ շատ արդյունավետ միջոց է սա, նամանավանդ միջպետական ճանապարհի վրա ուսումնական հաստատությունների եւ կարևոր մարդաշատ հետիոտնային անցումների շրջաններում նման միջոցառում Սյունիքի մարզում նաեւ արել ենք անցած տարի, արդյունքը երևում է արդեն վթարները մոտ 70%-ով նվազել են։ Հիշեցնենք, որ 2024 թվականին M2 մայրուղու կապանով անցնող հատվածում տեղի է ունեցել 3 վրաերթ, 2 մարդ զոհվել է։